Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր հուլիսի 6-ն է, երկուշաբթի։ Եկատերինբուրգում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։ Փաշինյանը հանդիպման բաց հատվածում նշել է, որ սա լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հարաբերությունների ողջ օրակարգը։ Վերջերս ի հայտ են եկել մի շարք խնդրահարույց հարցեր։ Իհարկե հուսով եմ, որ մենք կքննարկենք եւ կլուծենք այդ հարցերը։ Թե ընտրություններից առաջ, թե հետո մենք հանձնառու ենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմանը եւ իհարկե մենք հետաքրքրված ենք Եվրասիական տնտեսական միությանը մեր մասնակցությամբ, շեշտել է Հայաստանի վարչապետը։ Նա նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է ապահովել, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի մեխանիզմները գործեն ինչպես նախատեսված է։ Հիշեցնենք, վարչապետը Եկատերինբուրգում մասնակցել է Իննոպրոմ 2026 միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող Ինդուստրիա 360 արտադրություն առանց սահմանների թեմայով լիագումար նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով։ Փաշինյանը շրջայց է կատարել Իննոպրոմ 2026 միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում։ Ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքները կվերցնեն ազգային ժողովի մանդատները։ Գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի որոշման մասին հայտնել է Կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, իսկ Հայաստան դաշինքը այդ մասին հայտարարություն է տարածել։ Նայեցինք տարբերակ փողոցային պայքարի։ Եթե փողոցում հայտնվում էր 70-80 հազար մարդ, ապա այդ պարագայում մենք ազգային ժողովում չէինք ունենում գրեթե մեկ պատգամավոր, որը կքվեարկեր մեր բերվող փոփոխության օգտին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ ընդդիմության ձայների համեմատության տարբերությունը այնքան շատ էր, որ գործնականում անհնար էր հասնել օրենսդիրի միջոցով իշխանափոխության փողոցային պայքարի արդյունքում։ Եթե գնում ենք օրենսդիր եւ չի լինում փողոցային պայքար, այդ ժամանակ գրեթե անհնար է բանակցային process-ների միջոցով իշխանական պատգամավորներին բերել այն կարծիքի, որ պետք է փոփոխություն։ Այդ իսկ պատճառով մենք եկանք մի կարևոր եզրահանգման, որպեսզի Հայաստանում տեղի ունենա կարևոր փոփոխություն, պետք է երկու կարևոր բան. փողոցային պայքար եւ ազգային ժողովում օրենսդրում ընդդիմության մեծ ներկայացվածություն։ Այս համակցությունը կբերի մեծ փոփոխության։ Իհարկե, դա պետք է լինի մեկ անգամ, մեկ օր եւ վերջնական։ Մենք չենք պատրաստվում մարդկանց հրավիրել փողոց այն ժամանակ, երբ չենք տեսնում հնարավորությունը մեծ փոփոխության։ Մենք պատրաստվում ենք մարդկանց հրավիրել փողոց այն ժամանակ, երբ կտեսնենք մոտ հնարավորությունը փոփոխության։ Եվ օրենսդիրի եւ փողոցի համակցության արդյունքում մենք ունենանք լեգիտիմ եւ խաղաղ փոփոխություն։ Այսպիսով մենք եկանք մի հայտարարի, որ ճիշտը մեր կողմից, մեր ուժի կողմից մանդատների վերցնելն է եւ ներկայացվածությունն է ազգային ժողովում, որպեսզի ապահովի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին նաեւ։ Խորհրդանում ներկայացվածությունը մենք դիտարկում ենք քաղաքացիների իրավունքների պաշտպանության, նրանց խնդիրների բարձրաձայնման եւ լուծումներ առաջարկելու գործիք, որը ծառայում է հանրության եւ միջազգային դերակատարների հետ կապերի ամրապնդմանը, միջազգային հարթակներում այլընտրանքային մոտեցումների ներկայացմանը, ինչպես նաեւ հանրային լայնածավալ համախմբմանն ու դիմադրության կազմակերպմանը։ Ազգային ժողովում մեր բոլոր ջանքերը բխելու են սահմանադրական դատան դիմաց ընդդիմադիր ուժերի համատեղ հայտարարության մեջ ամրագրված հիմնարար օրակարգից։ Հայաստանի սահմանադրությամբ արտադրված փոփոխությունների կանխում խորհրդարանական ողջ գործիքակազմով եւ հանրային մոբիլիզացիայով մայր օրենքը փոխելու եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը հարվածելու ցանկացած փորձի հակազդեցություն։
Երկրորդ՝ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու պաշտպանություն։ Ազգային ժողովի ամբիոնն ու պատգամավորական լիազորությունները ծառայեցվելու են եկեղեցու եւ ազգային արժեքների դեմ ուղղված ցանկացած ապօրինի արշավի դեմ։ Երրորդ՝ քաղբանտարկյալների եւ ռազմագերիների իրավունքների պաշտպանություն։ Հայաստանում եւ միջազգային հարթակներում պատգամավորական մանդատի օգտագործում քաղաքական հետապնդումների ենթարկվողների, ինչպես նաեւ Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության եւ նրանց ազատ արձակման ուղղությամբ։ Չորրորդ՝ գործող վարչախմբի հեռացում։ Սա մեր գլխավոր քաղաքական հրամայականն է։ Խորհրդարանական մանդատները ծառայելու են այս վարչախմբի իշխանազրկմանը եւ նոր որակի ազգային իշխանության ձևավորմանը։ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 3-ին մասնակի բավարարել է գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը ընդդեմ Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ նրան փոխկապակցված անձանց։ Դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման շուրջ 630 միլիոն դրամ։ Ավանդների տոկոսագումարները անշարժ գույքերից մասնաբաժիններ եւ ավտոկայանատեղի։ Վաղ առավոտից իրավապահների ուշադրության կենտրոնում էր Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Խոզարկություններ իրականացվեցին նրա տանը, նրան պատկանող ընկերություններում եւ դրանց ղեկավարների բնակարաններում։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ գործողություններն իրականացվել են քրեական վարույթի շրջանակում, մինչդեռ ԲՀԿ-ում դրան գնահատում են որպես քաղաքական ճնշում։ Վաղ առավոտյան իրավապահները խոզարկություններ իրականացրին Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը մուլտիգրուպ կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում եւ դրանց տնօրենների բնակարաններում։ Քննչական կոմիտեի տեղեկացմամբ գործողություններն իրականացվել են քրեական վարույթի շրջանակում։ Մենք եւս մամուլից ենք տեղեկացել անկեղծորեն, թե ինչ հոդվածներ են շրջանառվում կոնկրետ պարոն Ծառուկյանի անձի հետ կապված, ինչպես նաեւ մի շարք ձեռնարկությունների, այո, փողերի լվացում, հարկերից խուսափում, բայց սա մամուլից ստացած տեղեկատվությունն է, որովհետեւ քննչական կոմիտեն եւս հարկ չի համարում առ այս պահը որևէ պարզաբանում, պաշտոնական պարզաբանում տալ այս հարցի հետ կապված, իսկ ինչպես տեսնում եք, մեր փաստաբանները վերևում են գտնվում, խոզարկությանն են մասնակցում եւ տեղեկատվություն Տոնարանի փոխանցմամբ խոզարկության պահին Գագիկ Ծառուկյանն ու նրա ընտանիքի անդամները տանն են եղել։ Նրա խոսքով բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցներով փորձ է արվում ճնշում գործադրել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Հիշեցնենք, ավելի վաղ գլխավոր դատախազությունը դիմել էր կենտրոնական ընտրական հանձնաժողով Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան մեղադրանք առաջադրելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ։ Հնչքննեց այդ հարցը, ըստ երևույթին կանխազգալով կամ հստակ իմանալով, թե ինչ որոշում է Սահմանադրական դատարանը կայացնելու եւ որ ամսի 4-ից հետո այլևս պարոն Ծառուկյանը որպես պատգամավորության թեկնածու չի ունենալու անձեռնմխելիություն եւ այլևս ԿՀ-ով հարկ չի լինելու այդ հարցը քննարկել եւ հենց դա է պատճառը, որ Սահմանադրական դատարանի այսպես կայացրած որոշմանը հաջորդող հենց առաջին աշխատանքային օրը վաղ առավոտյան ժամը 7:16 սկսել են լայնածավալ գործողությունների հետ կապված աշխատանքները։ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ Արման Աբովյանի գնահատմամբ էլ այսօր Հայաստանում ընդդիմադիրները ենթարկվում են կատաղի ճնշումների, իսկ ամենախիստ ճնշումն այս պահին իրականացվում է իրենց առաջնորդի նկատմամբ։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ հասարակության արձագանքը, որովհետև Ժորժ ջան, ստե միայն Ծառուկյանի խնդիրը չի։ Ստե բոլորի խնդիրն է, նույնիսկ այն մարդկանց, ովքեր այսօր միգուցե սենց ասենք, չեն համակրում օրինակ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, բայց ընդդիմադիր հայացքներ ունեն, բոլորին ասա վերաբերում։ Այս խոզարկություններն ու քննչական մյուս գործողությունները Աբովյանի խոսքով անակնկալ չէին ոչ Գագիկ Ծառուկյանի, ոչ էլ կուսակցության անդամների համար։ Կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ Սուրեն Սուրենյանցի կարծիքով էլ Սահմանադրական դատարանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ թողնելուց հետո նման զարգացումները դարձան առավել կանխատեսելի։ Բնականաբար պիտի լիներ ինչ որ տեղի ունեցավ կանխատեսելի, խիստ կանխատեսելի սցենարը։ Խոզարկությունների եւ քննչական այլ գործողությունների մեկնարկից 5 ժամ անցել Բարգավաճ Հայաստան կուսակցության մամուլի խոսնակի խոսքով դեռևս անհայտ էին այն իրավական հիմքերը, որոնցով պայմանավորված վաղ առավոտից իրականացվում էին այդ գործողությունները։ Տոնանը նաեւ նշեց, որ այն ընկերությունները, որոնցում բաժնետոմսեր ունի Գագիկ Ծառուկյանը, դրանցում աշխատանքը փաստացի կատվածահար է եղել, իսկ հազարավոր աշխատակիցներ, մարզիկներ, այդ թվում արտերկրյա
մյուսները մնացել են դրսում։ Ծառուկյանին ունե զրկելու տարբեր տեսակի ռեպրեսիաների ենթարկելու վերաբերյալ սպառնալիքները ամբողջ քարոզարշավի ընթացքում շարունակական են եղել եւ բնականաբար այս գործողությունները, այդ սպառնալիքները ցանկացած գնով կյանքի կոչվելուն են միտված։ Իվետա Տոնոյանի խոսքով 3 փաստաբաններից 2-ը մասնակցել են խուզարկություններին, մինչդեռ երրորդին Երեմ Սարգսյանին թույլ չի տրվել մասնակցել քննչական գործողություններին։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Վաղ առավոտյան Ռուսաստանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով եւ հրթիռներով կրկին հարվածներ են հասցրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին, կան զոհեր եւ տասնյակից ավելի վիրավորներ, տուժել են բազմաբնակարան շենքեր։ Բնակիչները պատսպարվել են մետրոպոլիտենի կայարաններում, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղիներում։ Ուկրաինայի հարևան ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանը որպես կանխարգելիչ միջոցառում կարճ ժամանակով կործանիչներ է օդ բարձրացրել։ Միջազգային այս եւ այլ լուրեր ներկայացնում ենք տեսանյութում։ Գիշերը Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել եւ անօդաչու թռչող սարքերով գրոհել Կիևը։ Դրա հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, եւս 46-ը ստացել են վնասվածքներ, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները։ Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Թկաչենկոյի տվյալներով Պոդոլսկի շրջանում մասամբ փլուզվել է բնակելի շենք։ Դարնիցկի շրջանում վնասվել են մի քանի բազմահարկ շենքեր։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում պնդել է, որ Կիևի եւ հարակից շրջանի վրա գիշերը կատարված հարձակման թիրախ են դարձել Ուկրաինայի մի քանի պաշտպանական արդյունաբերության, բարելիքի ու էներգետիկայի ընկերություններ, այդ թվում Կիև 71 ձեռնարկությունը, որը մշակում եւ արտադրում է անօդաչու թռչող սարքեր։ Երեկ իր երեկոյան ելույթում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զգուշացրել է, որ այս շաբաթ Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ կարող է տեղի ունենալ Ռուսաստանի կողմից եւս մեկ հարձակում։ Նա հայտնել է նաեւ, որ այսօր մեկնարկող գագաթնաժողովի շրջանակներում պետք է հանդիպի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Reuters-ը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիա այցի ընթացքում, որտեղ անցկացվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, հանդիպելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Ուկրաինայում պատերազմի ավարտի ուղղությամբ նոր ջանքեր գործադրելու նպատակով։ Նրա առաջին հանդիպումը կկայանա գագաթնաժողովի կազմակերպիչ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփը նաև կհանդիպի Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարայի հետ եւ մամուլի ասուլիս կտա։ Իդեպ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին Թուրքիայում ոստիկանական հատուկ գործողություններից հետո մի շարք անձիկ, այդ թվում լրագրողներ, ակադեմիկոսներ եւ ցախակողմյան խմբավորումների անդամներ են բերման ենթարկվել։ Սերբակալվածների թվում իշխանությանը քննադատող X24 եւ Օդա TV լրատվականների երկու խմբագիրներն են։ Թուրքիայի լրագրողների ասոցիացիան եւ Առաջադեմ իրավաբանների ասոցիացիան սոցցանցային գրառման պահանջել են ազատ արձակել սերբակալվածներին, հայտարարելով, որ նրանց սերբակալությունները մամուլի ազատության խախտում։ Չինաստանի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ այսօր Խաղաղ օվկիանոսում հաջողությամբ իրականացրել են հրթիռի փորձնական արձակում։ Սա տեղի ունենում այն բանից հետո, երբ տարածաշրջանի երկրները նախազգուշացրել էին, որ Պեկինը ծրագրում է փորձարկել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ։ Հրթիռի արձակումը տեղի ունեցել նույն օրը, երբ Չինաստանը ու Ռուսաստանը պետք է սկսեին իրենց ամենամյա համատեղ ռազմածովային զորավարժությունները։ Պարզ չէ, սակայն, թե արդյոք հրթիռի արձակումն այդ զորավարժությունների մաս է կազմում, թե ոչ։ Նոր Զելանդիան, Ավստրալիան, Ճապոնիան մտահոգություն են հայտնել այս առիթով։ Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ Չինաստանը Խաղաղ օվկիանոսում փորձարկել է հեռահար հրթիռ, որը կարող է միջուկային մարտագլխիկ կրել։ Ճապոնիան եւս հայտարարել է, որ իրենք լուրջ մտահոգություն ունեն Չինաստանի ռազմական ակտիվության աճի վերաբերյալ։ ԱՄՆ տարբեր քաղաքներում անկախության օրվա տոնակատարությունների ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով սպանվել է առնվազն 6 մարդ, հայտնել է NBC News հեռուստաալիքը։ Բրուքլինում առնվազն 8 մարդ, այդ թվում 4 երեխա տուժել է հրաձգության հետևանքով, երբ անհայտ անձը կրակ է բացել տոնը նշող ընտանիքի ուղղությամբ։ Ֆլորիդայում անհայտ անձիկ կրակ է բացել երիտասարդների խմբի ուղղությամբ, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է։ Նման միջադեպեր են գրանցվել նաև Ինդիանա, Կալիֆոռնիա, Միսսուրի եւ Օհայո նահանգներում։ Զոհվածների թվում կա 10-ամյա երեխա։ ԱՄՆ-ում բավի փոթորիկը հասել է Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում գտնվող ԱՄՆ տարածքային կղզիներին։ Գուամի մոտակայքում իշխանությունները հայտնել են, որ ստացել են զգալի վնասների մասին հաղորդագրություններ։ Առավոտյան փոթորիկը անցել է Ռոտա կղզու վրայով, ավելի քան 241 կմ/ժ արագությամբ քամիներով, ինչը ըստ ԱՄՆ ազգային օդերթաբանական ծառայության համարժեք է 5-րդ կատեգորիայի փոթորկի։ Հյուսիսային Մարիանյան կղզիներում եւ Գուամում միասին ապրում է մոտ 210,000 մարդ։
Փետրվարի վերջին Իսրայելի եւ ԱՄՆ-ի հարվածներից զոհված Իրանի առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի 3 որդիները 3 աղոթել են նրա մարմնի առջև, սակայն Ալի Խամենեին հաջորդած Մոջթաբան ներկա չի եղել արարողությանը։ Իրանի իշխանությունները մի քանի քաղաքներում 6-օրյա հուղարկավորության արարողություններ են կազմակերպել Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի համար։ Նրա մարմնի կողքին նաև դստեր Փեսայի Հարսի եւ 14 ամսական թոռնոհու մարմիններն էին։ Մոջթաբային մինչ օրս հանրության առաջ չեն տեսել եւ նրա որևէ լուսանկար նույնպես չի հրապարակվել։ Նշվում է, որ նա վիրավորվել է փետրվարի 28-ի հարձակման ժամանակ, ինչի հետևանքով զոհվել են նրա հայրը եւ ընտանիքի մյուս անդամները։ Ըստ Reuters-ի նրա մերձավոր շրջապատին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ Մոջթաբա Խամենեիի դեմքը խեղվել է, ոտքերը լուրջ վնասվածքներ են ստացել։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Մինչև տարեվերջ Գյումրիում 27 բնակարան կհանձնվի շահագործման սոցիալական բնակարանաշինության ծրագրով։ Այն Մսի կոմբինատ թաղամասում է Լիսինյան 15 շենքում։ Շենքը եռահարկ է, 37 տարի անավարտ թողած կառույց։ 1987 թվականին են սկսել կառուցել, 88-ից հետո շինարարությունը չի շարունակվել։ Բնակարանները Գյումրի անօթևանների համար կառուցվում են բարեգործական միջոցներով։ Ֆինանսավորումը ամերիկյան Փարոս բարեգործական հիմնադրամինն է։ Այն մեն բնակապահովման ծրագիր չէ, ունի նաև սոցիալական այլ բաղադրիչներ։ Լիսինյան 15 հասցեի շենքը 88-ի երկրաշարժից առաջ էին սկսել կառուցել։ Շինարարությունը երրորդ հարկին էր հասելու, այդպես անավարտ մնացել 37 տարի։ Այս տարիների ընթացքում շենքի տեղն էին մոռացել որևէ ծրագրում ընդգրկելու մասին եւս։ Փոխարենն անավարտ շինությունում թալան է եղել, մարդիկ քանդել, քարերն են տարել, ազդելով շենքի տեխնիկական վիճակի վրա։ Անցած տարվա սեպտեմբերից քաղաքի կենտրոնական հատվածից հեռու 1000 ու մի խնդիրներ ունեցող Մսի կոմբինատ թաղամասի Լիսինյան 15 շենքում շինարարություն է ընթանում։ 37 տարի պահպանությունից զուրկ մնացած կառույցը վերականգնվում է բնակելի շենք դարձնելու պայմանով։ Ծրագիրն ու ֆինանսական միջոցները բարեգործական են, ներդրումներն ամերիկյան Փարոս բարեգործական հիմնադրամինն են։ Ճիշտ մեր շենքի թիմացը Դբրոցկա, Մանգաբարդեսկա ու Փավագան Մարտիկա, որ ապրում են այնտեղ, ու ոչ մի օգնություն չի հասնում այդ ավանից։ Ոնց որ մոռացել են, որ Մարտիկա այնտեղ ապրում են։ Հիմա շատ ուրախ ենք, որ այդ շենքը այդ թաղամասում է, ու մենք կարանք աշխատենք այդ մոդիկ դպրոցներին հետ։ Բարեգործական հիմնադրամի տնօրեն Փիթեր Աբաջյանը շինաշխատանքների տեմպերից գոհ է։ Սոցիալական այս նախաձեռնությունը Գյումրիում այս պահին ընթացքի մեջ գտնվող միակ բնակարանաշինական ծրագիրն է։ Զուգահեռ ներսին եւ դուրսին կորձերը անում են շենքին վրա։ Այդ ամենին կարևորը այդ ամրացումները, որ պետք է անի երկաշարժի պաշտպանմանին համար, արդեն արած է, ու հիմա թուլը անցնում է, որ այդ ներսին կորձերը, հիմա սա կամյունները արդեն քաշված է, շենքի ներսը ու արդեն բազերին վրա աշխատում են ջիպսոն քարտոնին կորձերը։ Շենքի վերականգնման ծրագիրը սկզբնական փուլում կազմվել էր 18 բնակարանի համար։ Այս 10 ամիսների ընթացքում նախագծային փոփոխությունների են գնացել ու որոշվել է եռահարկ շենքի վրա եւս մեկ հարկ ձեղնահարկի տարբերակով կառուցել։ Սրանով ամրացվող շենքում ավելացնելով եւս 9 բնակարան։ Լիսինյան 15 շենքը կունենա 27 բնակարան։ Շինությունից ավելացել է սկամաս։ Լերևէ պոլը նորից թազա մոնոլիտ բետոն են լցրել։ Միշնապատերն է, կվարչիրեկն է, բաժնեն առանձին կվարչիրեք։ Սիկ հիմնական պատ է արդեն կշարվի, ստեղ հիմնական պատ կշարվի։ Հարկերում ձևափոխություններ են եղել, միջնապատեր են շարել, սենյակներ ավելացրել, այնպես որ ամեն հարկում 3 հական, 1, 2 եւ 3 սենյականոց բնակարաններ լինեն։ Ներքին հարդարման աշխատանքներին զուգահեռ շինարարները արտաքին երեսապատում են անում։ Շենքի արտաքին պատերը կլինեն վարդակույն տուֆից։ Երեսապատումը շինարարները անեն, հետո շլիֆով կայարվելու, վերջնական տեսքի։ Շենքի ամրացման աշխատանքները կարելի ասել ավարտած է 90%-ով։ Մնում է 10% աշխատանքները, ներքին հարդարման աշխատանքները։ Մեկի կրիշը։ Իսկ ովքեր են լինելու սոցիալական բնակարանների շահառուն, հարցի լուծումը թողնված է հիմնադրամին, որի հանձնաժողովը քաղաքապետարանի հետ համաձայնեցված է որոշումներ կայացնելու։ Ընտանիքներին ընտրելու են անօթևանների հերթացուցակից։
Հանձնաժողովն ուսումնասիրելու է փաստաթղթերը եւ հիմնականում սոցբնակարանների շահառուներ դիտարկվում են տնակներում ապրող բնակարան երբևէ չստացած կամ վաճառած ընտանիքները։ Մենք պիտի գնանք մեր թիմով, պիտի մտնենք այդ տուները, որ ապրում են հիմա, ու լրիվ պետք է այդ թուղթերը, բաները ստուգենք, նայենք, հասկանանք այդ ընտանիքները ով են, ինչու այդպես մնացել են դոմիկների մեջ, որ մենք բոլորս գիտենք, որ արդեն ով որ դուն ունեցել են այդ երկաշարժին ժամանակ, արդեն դուն ստացել են միջև հիմա։ Մենք արդեն գիտենք, որ մի մասը այդ տուները վաճառել են։ Հիմնանորոգված շենքի առաջին հարկում Փարոս հիմնադրամը նախատեսում է թաղամասի երեխաների համար բացել ցերեկային ուսումնական կենտրոն, որտեղ կգործեն արտադպրոցական խմբակներ, ինչպես նաև մասնագիտություն ձեռք կբերեն։ Նման կենտրոն 10 տարի առաջ բացել են Անի թաղամասում։ Լիսինյան 15 հասցեինը կլինի երկրորդը։ Սոցիալական ծրագրի մյուս բաղադրիչով հիմնադրամը կարի արտադրամաս հիմնելու գաղափար ունի։ Սոցիալական ծրագիրը շինարարության մասով նախատեսվում է սեպտեմբերին ավարտել։ Մարինե Դերբինյան, Հարություն Չակմիշյան, Հորիզոն։ Հուլիսի 6-ի լուսադեմին կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ 3 օր հիվանդանոցում էր։ Այսօր առավոտյան ժամը 3:55-ին սիրտը կանգ է առել, նշել է դերասանի ընկերը։ Արտաշես Ալեքսանյանը ծնվել է 1961 թվականին Երևանում։ Հուլիսի 17-ին նա կդառնար 65 տարեկան։ Այժմ լրահոսը ևս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։ Բաժանորդագրվեք Շանթ Գյումրի YouTube անալիքին, սեղմեք հավանելու կոչակը եւ միացրեք զանգակը ամենօրյա հավաստի օպերատիվ լրատվությանը ծանոթանալու համար։